Ողջույն սիրելի հետևորդներ, հարգելիներս այսօր պատրաստել եմ իտալական հաց ֆոկաչչա։ Վերցրել եմ 500 գրամ սենյակային ջերմաստիճանի ջուր, ավելացրել 5 գրամ խմորիչ և 5 գրամ մեղր։ Հարգելիներս, 5 գրամ մեղրի փոխարեն կարող եք ավելացնել 5 գրամ շաքարավազ։ Բաղադրիչները միմյանց հետ խառնելուց հետո բերանը ծածկել եմ և թողել 15 րոպե, որպեսզի խմորիչը ակտիվանա։ 15 րոպե հետո ակտիվացած խմորիչի վրա ավելացրել եմ 600 գրամ ալյուր։ Խմորը հունցելու ընթացքում ավելացրել եմ 7 գրամ աղ, 40 գրամ ձիթապտղի յուղ և շարունակել հունցել։ Խմորը հունցելուց հետո տեղափոխել եմ մեկ այլ ամանի մեջ, ծածկել սրբիչներով և թողել 30 րոպե։ Երեսուն րոպե անց խմորը հետ եմ հունցել։ 4 կողմերից ձգել եմ դեպի վեր և ծալել դեպի մեջտեղ։ Այս մեթոդը կրկնել եմ 3 անգամ 30 րոպե դադար տալով։ Երեսուն րոպե անց կրկին հետ եմ հունցել։ Երրորդ հունցից հետո թողել եմ ևս 30 րոպե։ 30 րոպե անց խմորը տեղափոխել եմ ջեռոցի համար նախատեսված տապակի մեջ։ Մինչ խմորի տեղափոխելը տապակի հատակին տարածել եմ ձիթապտղի յուղ։ Ցանկության դեպքում կարող եք ձիթապտղի յուղի վրա ավելացնել սպիտակաձավար, հետո նոր խմորը շուռ տալ։ Խմորը ամանից տապակ տեղափոխելուց հետո կողքերից մի թեթև մեջտեղ եմ բերել։ Խմորի եզրերը մեջտեղ բերելուց հետո շրջել եմ մյուս երեսով։ Հետո մեկ այլ տապակ եմ շրջել խմորի վրա և թողել 30 րոպե։ Երեսուն րոպե անց ձեռքերս պատել եմ յուղով և խմորը ձգել դեպի դուրս, որպեսզի տարածվի տապակով մեկ։ Կրկին տապակը շուռ եմ տվել խմորի վրա և թողել ևս 30 րոպե։ 30 րոպե անց խմորի երեսը պատել եմ ձիթապտղի յուղով, հետո մատերով թեթևակի փոսիկներ արել։ Վերջում խմորի վրա ավելացրել եմ խորանարտաձև կտրատած հալճող պանիր, կանաչ և սև ձիթապտուղներ,
և ռոզմարին։ Այնուհետև տեղափոխել եմ ջեռոց և թխել 200 աստիճանի տակ 15-ից 20 րոպեվա ընթացքում։